Եվ ասեմ սլակներ ուղղված է դեպի Արսեն Ղուկասյանը, բնականաբար արդեն բոլորիդ է պարզ, հա։ Թողարությունն է հասկանա, որ այս պետության մեջ կա մի հատ տականքություն, որ ասենք մարդկանց ուզում են լրացնել, խոսքի ազատությունը արգելք լինի, եթե ամեն մի մարդ իր ցավը բարձրաձայնում է, այսինքն ոչ քաղաքական ուղղորդումը ոչ է, բաց ասում են։ Զուտ ծնողներին, ասենք ծնողների մեջ խոսացող Արսեն Ղուկասյաններ, սլակները Արսեն Ղուկասյանի կողմն են։ Ասենք ես իրանք մայր չունեն, չեն տենում, այս կինը մար չունի որ սպիտակացնի։ Պարոն Գարուսյան, հաշվի առնելով, որ այս հավաքի նախաձեռնողն եք դուք եղել, ձեր քայլերը որոնք են, դուք ինչ Հիմա ես պարզ ասեմ, քանի որ սլակները Արսեն Ղուկասյանի վրա է, ես չեմ ուզում որ ասենք ին որևէ այլևանանքա, ասենք ասենց ասեմ ժողովրդական խոսակցությամբ աշկի տեղը չեմ ուզում ու քահանեմ։ Ես կարա մի հատ առաջարկ անեմ, ասենք բոլորս ծնողները ովքեր որ ներկա են եղել, կանանք մեկ այդ մնացածով 10 ենք եղել, 20 ենք եղել, մեկ կանանք այդ մի ամիս կանանքը կրենք, մեր ընկերոջը հանեն։ Ո՞վ է դեմ իմ ասածից ծնողների։ Всё, ավելավա մենք մեկը 10-ի դեմ կփոխվենք, ավելավա այդ մարդու առողջականի հետ չխաղանք, որտեղ մենք էլ ենք տեսել դատավարության ժամանակ ոնց Արմեն Գրիգորյանը մահացավ։ Մեր ջան, կներես ես չեմ կարա չարտահայտեմ։ Այդ նույն ընդունողը ասենք հասկանում է, եթե Արսենի հետ բան եղավ, իրանից ուրեմն պետքա պահանջենք Արսենի, եթե պատերազմի ժամանակ մենք չենք կարող պահանջենք որևէ մեկից, Չունեն մենք եկել ենք հավաքվել ենք այս խաղաղացել, ասենք ոնց որ դրտեն դու ինչ-որ մի բան անես, քննի գործով տալեք քեզ կալանավորեն։ Մեզ անիմաստ բաների հիման վրա ասենք, այդ նույն հանցագործությունը ես եմ եղել, Հովոն ա եղել, մենք եկել ենք այն ժամանակ, որ ծնողները գետին են եղել։ Ասենք եթե դու տենաս քո հետի հարց տվողի, քո հետի ցավը տանողի, այդ որ ցավը իր այդ կիսում ես տենաս գետինն է։ Բայց գնաս պաչես այդ ոստիկանին։ Գետնին ընկած ծնողներից կան հենց հիմա այստեղ։ Կան մարդիկ, ովքեր որ ասենք հենց այդ օրը ազատ են Արցախը։ Նույն Աբիջանը։ Ինչ, իրանց սպառնացել են, որ հանգար չգաս, Արսենի համար չպայքարես։ Չհասկացա, երախուտ այրան կան չէ, ավելի կարևոր է, քան թե չունես սպառնալիք, դե մեզ չես սպառնում։ Դե մեզ Արմենին է, տարան 2 ամիս փագին։ Ինչ է, որ մեկ դդում քյաճարի համար։ Սաղ նստած փափուկ աթոռներից խոսում են, բայց գործողությունը արել է ամեն ինչը, եթե մենք ունենք Եռաբլուրի ինչ-որ այդ X անհայտները, եթե կան այդ ծնողների շնորհիվ է, ոչ թե պետական մակարդակով։ Կան շունշանգյալներին, որ տարան սարքին վարչապետի օգնական թուլիպեսը միասին են նամեստը, սիձեց ու ասում են, Իսախանյա Գագիկ, սիտիր կնես, այս պահանջատր ծնողներից մեկը կգա նստի քո պաշտոնին, որ լուբոյ ծնող իրավաս ունի, կանա մտի պաշտպանության նախարարություն, ունեն անձեռնամխելություն, որ կանա լուբո իր երեխուացով դիմի, ոչ թե տանեն վերբավա տանեն, սարքեն շուն, մի հատ թրաշները, եսի ինչ եմ շինում, դավայ, հետևիցս արի գնա, չէ, ինչ են եղավ, սաղասը մերներում են կետանք են աշխար, էսն էի դատավոր այդ Մասիս Մելքոնյանա, ով ախիա, սաղասը հասկանում եք ժողովուրդ ջան, ով պարքարում է իր հայրենիքի համար, իր սրբությունների համար, էլի սրբություն, փոխարճել որ հասկանաք ինչ է կատարվում։ Ներողություն ևս մեկ անգամ հստակեցին, այսինքն պաշտպանության նախարարության շենքի մոտ եղել են ծնողներ, որոնք միջադեպ այդ միջադեպը մեզ զանգի ասել են, որ այդ ծնողներին տշում են։ Հիմա այդ ծնողներից եղել են անձի, որոնք գնացել են իրավապահների մոտ եւ նրանց սպառնալիք է եղել, որ չգնաց։ Դե եթե սպառնալիք չլինի, նույն հետի, ասենք կալանավորվողը, եթե ես ու դու լրագրող ենք, հրավիրում են, չէ՞ դու ասում ես, երեխեք, ասես դու կա եկեք, չէ՞։ Եթե չսպառնան մեկի, ասեն տեսել են գնացել եք ընդ բան եք հրապարակե, բարձրացնում որ խոսքի ազատության կանխում է սա։ Ինչ Արսեն Ղուկասյանը ում է կոպալ է, ում է խփել։ Ես չեմ ուզում այլևայլություն անել, որ ասեմ իմ ընկերոջ հետ, իրանք է տղամարդ են կարա նստի։ Մենք չենք լացում, վախում ենք, վայ Արսենի սռոք են տարել։ Մեր համար դա ավելի շատ հանգիստ է, քան կալանավայր։ Բայց այնքան պիղծել, որ կարան Էնձևի բան սարքեն, ասեն հատկազանի։ Հիմա այդ ապարատը դրած ֆակտ երևում է։ Այդ օրը բրբրթելու հիմա առավոտ է վատացի Արսենը։ Համ ինչև է ասենք ներս մտնել հանդիպումը որ եղավ։ Ու եթե հանդիպումը կարա լիներ, ինչի այդ հրահրոցին սարքեցին։ Երբ որ սեպտեմբերի 27-ին այդ ամեն ինչը նախապես պայմանավորված էր։ Չէ, եթե չէր լինելու հանդիպում, թող մինչև վերջ չլիներ։ Ոնց եղավ հանդիպումն եղավ, հանդիպեցին, զրուցեցին, ասին ու դրանից հետո մեկը հոп իմացա, որ Արսենը բանը հանցագործ է, տրուբով, ձեռնափայտը տրուբայա մեկնաբանվում։ Մեկ եք խնդրեմ, ասենք Հայաստանի Հանրապետությունում, եթե կան թուրքեր, ֆինանսավորում են ֆեյքերին ու անիմաստ բաներ են գրում, ժողովուրդ, Արսենն էլ անկուսակցական, ծնողների մեծ մասն է, բայց այսօր անճար ենք մենք, ես եմ անձամբ ընդդիմության տղեկին խնդրեմ, որ գան ներկայացնեն, որովհետև իրանք հասանելի է, ազգային ժողովում կարան բարձրացնեն այս հարցերը, որ ինչ եք ուզում այս մարդկանցից։ Եռաբլուրում քաշտվիկ,
Ուր դե հաստում խփում եք, ինչ եք ուզում։ Մենակ մեր երեխեքը չպետք է ծառայեն։ Ուրա, եթե մի հատ կառույցի ղեկավարի երեխա անհետ կորածներ, ինքը ինչ պետք է աներ, հա կարող է կոպեկտերով տես արներ, էլի հարց չկա։ Բայց հերիք է։ Ասենք մենք Արսենին մատաղ չենք անելու։ Աննա որ մատաղալու սաղին կանչում է վեդրոներով այդ մատաղի ջուրը լափելու, թո հիշեն իրանք ինչ են հողարկավորել, մասուն, թե ինչ։ Թո իմանա որ իրանք երեխեքին մատաղ են արել։ Այս նույն իրանք մատաղ հյուրասիրողները, իրանք խիղճի իրանք վրա։ Ես չեմ վախում։ Ես քաղաքականություն չեմ տանում։ Ես այն մարդ եմ, ծնողներ կա որ տեսել են ես չոքած, կտոր սուրբ մասունք եմ հավաքել։ Հետո ինչ եղավ այդ սուրբ մասունք։ Հաբովյանի ռեֆրեժատորներում բրոզի պտիլներ, մեկ է տնում ես տակ 30 ջերմաստիճանի տակ այդ մարմինները դրած է։ Իրանք ժամանակ են զտնում։ Ով խոսում է, պարալիզացնում են։ Ուզում է թե ինձ է պարալիզացնեն։ Մենք ասաղասե մի օր այս աշխարհից գնալու ենք։ Բայց արդյունք ենք ուզում ունենանք։ Ես երրաբլուր գնալուց ինձ սրիկա եմ զգում։ Մեղավոր եմ զգում, բայց այնքանով բա որ գոնե երեխեքը շիրիմ ունեն, իրանց ծնողները խնկարկում հանգստանում են, հանգիստ չունի ծնողը։ Ասենք նայեք Արսեն Ղուկասյանին, որ Սակի հետ նկարը ունի, որ իր կալանավորման օրը վերջին օրն ա եղել, որ Սակին տեսել է։ Նայեք Արսենի դեմքը ու նայեք 5 տարի հետո։ Կամ ինձ նայեք, աղբորս դե Լուբոյ։ Լուբոյ ծնողին նայեք։ Չէ, ասենք մենք պիցայակեր ենք, 5000 դրամանոց ենք, մենք պայքարում ենք նամուսի ու թասիբի համար։ Էդ է իմ ասածը։ Իսկ մատաղ լափողները թո այդքան լափ են, որ չեն հասկանում մատաղի սրբությունը, թո այդքան իրանք այդ մատաղը լափ են, իրանց քիչ իրանց հետ։ Ես չեմ դատում ոչ մեկին։ Ես էլ անսխալ մարդ չեմ։ Բայց այն որ այս պետությունը ինքն է ուզում հիմնավորի, որ իրանք են այդ ամեն ճանապարհով անցե, մի օրով եկան որոնողական մենք ենք մտցրել, ասենք մտեք դուք ձեր աշխատող տեսեք, ամեն մեկը մի դեսպան է։ Ես իրանց դեմ բան չունեմ այդ դեսպանությամբ։ Հա պետք է ունենանք դեսպաններ, պետք է ունենանք, բայց ասենք ունենանք իրականություն, չխաբեն ծնողին։ Ասենք հայ համար մերը ծնողը սրբություն է։ Ես կարամ ընկերներ ձեռք բերեմ, բայց ծնողը ձեռք բերովի չի։ Աղբերտ է ձեռք բերովի չի։ Էդի Աստծո տված պարգև է։ Հերիքա պղծեն, հերիքա ասենք ես չեմ շեղվելու Արսենից, ասում եմ, կարան մեր 10-ին կալանավորեն, Արսենին թողեն։ Կարանք ինչ ասես անենք, ամեն ինչ կարանք անենք։ Բայց ես ավելի շատ վախում եմ, որ ներսը Արսենի վտանգ չսպառ, ասում եմ, ամեն բան կարամ անեմ։ Բայց մեզ պետք չի, որ մենք աշկի տեղը ունքա հանենք։ Մենք պետք է արդեն խելացի գտնվենք, մի հատ ազգը թող հասկանա իրականում ինչ անում։ Այսօր մեր հետ ա եղել, վաղը ձեր հետ ալել, նես չի դուք անձեռնամխելի եք։ Նես չի դուք հրեշտակ եք, մենք է սատանեկն ենք։ Խնդրեմ, եթե դեմ կա ծնողներ ջան, կարանք եթենք ասեք մեզ կանանավորի կախպե ջան, այդ մարդու առողջականում թողեք, 11-ի դեր։ Մի ձևակերպում են հստական եմ, ըստ էության, ունենալով հստակ լիազորություն Արսենի խափանման միջոցը հիմա իսկ փոխելու, ընդ որում այդ մեկնաբանությունները, որ հիմքեր չկա, հիմնավոր չէ։ Դատախազությունը սեփական նախաձեռնությամբ հիմա ցանկություն չունի փոխելու Արսեն Ղուկասյանի խափանման միջոցը։ Ինչեք կամ ոչ արագանալ։ Այո, ինքը ունի այդ լիազորությունը։ Այսինքն այս բանին դուք պատասխանատվությունը նաև համարում եք, որ պիտի վերցնի դատախազությունը եւ եթե չկա, ուրեմն հենց իրենց անպատասխանատու վարքագծի հետևանքները կլինեն։ Պետք է հստակ արձանագրել, որ Արսենի կյանքին եւ առողջությանը ցանկացած վտանգի պարագայում, ցանկացած հետևանքի պարագայում պատասխանատվությունը պետք է կրի նաև գլխավոր դատախազությունը։ Ասենք մի օրվա մեջ կարան ասենք կալանավորեն, ասենք մեկան ենթարկեն իրանց պահով, տարեն դատա անեն, հիմի չեն կարող։ Ես երբ որ եկա դիմելու, ես հենց հարցրեցի այս պահով, որ դուք հարցնում եք, որ իրանք մենք որ դիմում ենք Աննա Վարդապետյանին, ինքը իրավունք ունի փոխելու այդ կալանքը, ասենք, եթե հիմքեր կան, ասեց հա իրավունք ունի։ Իրանք իրավունք ունեն, չեն ուզում անեն, ճիշտ ասում եք փաստաբանը։ Պետք է բոլոր լրատվամիջոցները թող հրապարակեն, հարությունը տենա, որ հնարավոր է նաև իրանք նես դատաբժիշկ բերեն, որ էլի կեղծի քանեն, էլի ասես ֆրացնեն, մարդկանց սթրիմացության մեջ գցեն, ասեն չէ, բայց մի կետ չի, երկու կետ չի։ Իմ հոժբանդությունները բազմաթիվ են ու անհամատեղելի են, որ առաջի օրվանից ասվել է եւ մեր փաստաբանն ներկայացրել է ամեն ինչ արել է, իրանք ոչինչ չեն ուզում անել, այսպես պրինցիպիալն է, ոնց որ հատուկ նպատակային ուղղվել են իմ երեխու հետևից են ընկած։
Եթե ժողովրդավար երկրում ենք ապրում, արդյունքը պետք է այսօր երևա։ Ասենք անես չի պատերի տակ ենք խոսում։ Հանրությանը ներկայացնում եք իրականությունը, փաստերը, փաստաթղթերն կան։ Ու ներկայացված է։ Մեր ակցիայի իմաստը դա է։ Եթե ասենք իրանք չանեն այն, ուրեմն մենք ապրում ենք ագրեսիայի երկրում, որ կանանք ագրեսիա անենք։ Ընկեր ջան, դու ոստիկան ես, որ քեզ խփեմ դու հակադարձելու ես, չէ՞ բալիբոմը։ Չէ, հարց եմ տալի, պրոստը որպես ոստիկան։ Մի քիչ խփել ես այն լուսիներ խփի ոչի ասի բնական է։ Բնականաբար ասենք եթե տենաս քո հետի ինգերոջը պայքարի տնգերոջը գեդինը գցած նշումն ասի պետք է ասես մերսի ախպերներ ջան։ Ինչ պետք է ասես։ Անկախ քեզնից դե պետք է կոմբոտե ագրեսիա պետք է առաջանա։ Դի բնական, եթե շունչ կա մեջդ, բնականաբար դու նույն քայլերը պետք է անես։ Դրա համար ավելավա մենք հիմի ոչ մի բան հələ չենք ուզում, դեռ խորթակցենք, էմոցիաների ֆոնի տակ մենք չենք ուզում որևէ քայլեր անենք, որ հետո մենք մեղադրենք մեզ, ասենք գոնե մեր ընկերոջը անենք, մի բան է վատացնենք իրավիճակը։ Ասենք առավոտից Արսենին տարել են իրիկունը գիշերվա միլիոնին դատ է եղել է ու միանգամից կալանավայր։ Հիմի կարա չէ մի հատ հրահանգով, ասեն փաստը թղթավորված է, մենք ուրիշ բան չենք ասում։ Հայլի թո անեն, բայց նայեն ինչն է իրան էդի պետք էդի թո անեն։ Դե ինչ եք ուզում։ Այն ամեն ինչը ծավուն դրնես վերանները մնա կուլ տալ։ Թո կուլ տալ հասկանա, մեկա չեն վարսելու։ Էս իրավիճակը ասենք անե չի մենք գնացել ենք զու ենք գողացել։ Որ ասենք մեզ զգ գաղանալի համար են դատում։ Մենք ուզեցել ենք մեր երեխեքին։ Մենք ուզեցել ենք ինֆորմացիա։ Մենք չենք գնացել մենք ոչ մի ոստիկանի, ռվոյի ոչ մեկի հետ մենք անձնական հարաբերություն չունենք։ Ուղղակի որպես թույլ օղակ բրթել են դեմը, սնակներ էլի ասում են, Արսենի վրա յա դավայցե գրիկ, Արսենին ու Արսենը գնաց։ Թե ես չեմ բեկին բրթե, հովոն չի բրթե, գործ եմ տալի։ Ստե գործ տվողը ես եմ, ծնողներ ջան։ Բայց իմ ասածս էդ է, եթե իրանք կան անգեր ջան, պետք է դե բարդենի, մենք 10 ծնող կարանք այդքան կալանքը տանենք մի ամիս։ Ու Արսենին թողեն։ Զուտ որ ինք ունի առողջական խնդիր ժողովուրդ ջան։ Չուրենար թող նստեր տղամարդա ոչինչ։ Արելա խնդիր չկա, սաղս է հասկանում ենք, բայց եթե օրինական դաշտով, ժողովրդական վարական երկրում, եթե իրականությունը կա փաստերը, ու այդ մարդը կալանավորված է, թող Հայաստանի Հանրապետության լյուբոյ քաղաքացի հասկանա, որ ինքը կա ստի ֆոնի վրա, Հանրապետության վրա, սուտը ոնց էփում են, սաղ ուտում են, ձեռնափայտը տրուբայա կամ արմատուրայա։ Այսքան բան կասեմ, ես չեմ ուզում, կարամ հիմա ագրեսիա կարանք փողոցը փակենք, այդ հարցի լուծում այսօրվա դրությամբ էական չի լինելու։ Այդ է իմ ասածը, շնորհակալ ենք բոլորից, ովքեր աջակցեցին, եկան միացան լրատվամիջոցներ ջան, ծնողներ ջան, մեր քաղաքական գործիչներ ջան, բոլորից հոգաչափ շնորհակալ ենք։ Եթե ինչ-որ մի բան արդեն ռեալ իրազեկենք, դուք եք իմանաք, որովհետև դուք եք հայ, դուք եք հանրապետության քաղաքացիներն եք։ Հայրենասեր, էլի, դի տարբեր ենք, հպարտու հայրենասերը մի քիչ տարբեր իրավիճակ է, էլի։ Մեկ էլ թող մի հատ օրենք անեն, որ մի հայը որ հանդարտ Մասիսին կնայի, թող աշկերը հանեն, կամ կասի թող լեզուն կդրեն։ Բայց լեզու կդրելու վաղտը կգա, էլի։ Մենք լալ վիճակով է Մասիսը ցույց տամ։ Կապ չունի։ Մեզի պետք է մաս անեն։ Ոնց որ այդ 44-օրյային երեխեքին մասնատեցին։ Այս ազգին իրանք սաղ մեսիջներով ցույց է տալի։ Թող մնացածը հասկանան ու իրականության դառնա։ Ժողովուրդ սուտը, այն հետաքրքիր սուտը ականջին հաճույք է, բայց իրականությունը ցավոտ Արցախում է, ասում են, ավելավա մենք մեր երեխեքի մարմինը գտնենք, դառ իրականության հետ բախվենք, շիրիմ ունենանք, քան թե այս անհայտ վիճակը։ Աստված օրհնի բոլոր հայերին, իրական, յանուրջը, իրական հայերին, ով որ ունի այդ առաքելությունը հայ կոչվելու։